մենք ունենք երկու խնդիր։ Առաջինը կառավարման իրավունքը, սեփականության մասին ընդհանրապես չեմ խոսում։ Դա Հայաստանի Հանրապետություն է եւ վերջ։ Ուրեմն կառավարման իրավունքը, կազմակերպելու իրավունքը եւ օգտագործելու իրավունքը։ Տեսեք, մենք դա բաժանենք։ Կառավարման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ կազմակերպությանը։ Ինչ-որ մասնավոր կլինի, թե ինչ կլինի։ Այսինքն մենք այդպիսի Թրամփի ուղին ճանապարհը հենց նա է, որ մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ վարձակալը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից նշանակված իսկ օգտագործողներ շատ լավ է որ Ռուսաստանը կա մենք ընդհանրապես դա ռուսաստանիներ ենք առաջարկել նոյեմբեր ամսին նոյեմբերի 9-ին Ռուսաստանին մենք տվել ենք դա չեք հիշում հա օգոստոսի 8 կա եւ նոյեմբերի 9 կա նույն բանի մասին է խոսքը այո ռեժիմային տարբերություն կա մենք մեզ համար ոչ այնքան շահեկան տարբերակով առաջարկեցինք Ռուսաստանին, այսինքն Ռուսաստանը մեր առաջարկություն չնայեց, ասեց տուր ինձ, այս տուր, չէ, գիտեք, արջի թաթը։ Այդտեղ մի քիչ ժամանակ չեմ ուզում ծախսել, առաջարկեցինք մենք թե Ռուսաստանը ինքը որոշեց Ռուսաստանի նախագահը ասեց ես գրել եմ, այսինքն իր առաջարկն է, իր առաջարկը պնդումով Ռուսաստանը, բայց տեր չկանգնեց դրան։ Ուժը չպատեց կամ չցանկացավ, հարմար չէր իրեն, հրաժարվեց։ Հիմա երբ որ ամերիկացիները դա արդեն արել են, մեզ հետ միասին, հիմա ռուսները ասում են, որ հա մենք այդտեղ, բայց ինչի՞ չմասնակցենք։ Այսինքն, եթե մենք ֆիքսեցինք, որ օգտագործողների բանակը առանձին է, դա ավելանում է, գալիս է, ասում են, մենք դեռ չգիտենք Չինաստանից դեռ ձայն չենք ստացել, Իրանը կարծես թե վերջին տվյալը այն էր, որ նրանք ասում են նույն Զանգեզուրի միջանցն է Թրամփի ու անհանգստացնող է մեզ։ Թողան շուտ անհանգստանային մի քիչ մեզ աջակցեին դրա մասին խոսակցություն չէր գնամեռի արի սիրեմ, իրանք պարսկերեն չգիտեմ, կասե իրանց լեզվով, թող ժամանակին աջակցեին մեզ, լուրջ աջակցություն ցույց տային, որ դրա մասին ընդհանրապես չքննարկենք, չհասնել, արդեն բանը անցել է, հիմա թող հերթ կանգնեն։ Ես կարծում եմ, որ իմ մոտեցումն է, որ պետք է շիտակ լինի, պետք է ասենք, որ դուրս են գալիս բոլոր մեր երկրի համար ոչ շահավետ։ Դուք ասում եք ինչ եք դուք ճիշտ համարում, հարցը դա չի, հարցը այն է, ինչու է Հայաստանը առ այսօր, ինչու Փաշինյանը, այստեղ մի քայլ առաջ դրեց հերթադիտող, ասեց ինչու հայտ չի ներկա, ես դեռ հայտին չեմ հասնում, որտեվ կասեն դեռ պատրաստ չի, դեռ չգիտես համաձայնեցնում է իր, լավ, ինչու է շարունակում մնալ Ես կողմ եմ կտրուկ գործողությունների, որովհետև զգուշավորություն, ուզում եք ասեք, այդ մենք ինչուի հարցին ենք պատասխանում, առաջինը զգուշավորություն, որովհետև վտանգը շարունակեք։ Ես անձամբ կողմ եմ կտրուկ գործողությունների, կարծում եմ, որ հարկավոր է շիտակ լինել, ասել, որ մենք դուրս ենք գալիս եւ գնում ենք, բայց քանի որ ես չունեմ բավարար տեղեկատվություն, շատ հնարավոր է, այ կանխավարկած եմ վերցնում անմեղության Նիկոլ Փաշինյանին չմեղադրելու համար ասում շատ հնարավոր է որ այդ ընդունում հանձնում գործողությունը ընդունում հանձնում այսինքն դուրս գալ եւ ներս մտնել դրանք լուրջ քարտեզ է պետք ասենք ճանապարհային քարտեզ են ասում հիմա տեսեք Մոսկվա այցը Փաշինյանի ինչ որ հարցերի պատասխան չտվեց շատ հնարավոր է հենց դրա համար է օրինակ Նիկոլ Փաշինյանի խոսնակներից մեկը կարող է ասել ինչ եք ուզում հենց դա ենք մենք լուծում հենց դա ենք քննարկում ոնց դուրս գանք վերջին հաշվով մենք ոչ չենք կարող Ռուսաստանին հայտարարել չգոյություն հարկավոր է գործընկերային հարաբերություններ ունենալ չէ կոլեգիալ այսինքն դուրս գալ ինչ է նշանակում գազամուղը փակում ենք օրինակ մեր հայրենակիցների հայկական դպրոցները Մոսկվայում գիտեք քանի հազար հատ հայկական դպրոց կա 3 Այսինքն որպեսզի գազ ստանանք մենք պետք է այդ թողեք հեգնեմ էլի վերջացնեմ 3 միլիոն հայ կա 30,000 հայկական դպրոց կա փակենք այդ դպրոցները
տեսեք շատ խնդիրներ կան, այսինքն մենք պետք է գործընկերային հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, անկախ նրանից, որ ռուս-թուրքական լծից դուրս են գալիս։ Դուրս գալը չի նշանակում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես կարծում եմ, որ օրենքի ուժ ստացած եվրոպական ծրագրից հետո Նիկոլ Փաշինյանը քանի գլուխ ունի, որ այսինքն օրենքին դեմ գնա։ Ուրեմն ինքը ըստ երևույթին դրանով զբաղվում է, բայց համաձայնեցումներ Եվրոպայի է գնում, այնտեղ է համաձայնեցնում, ինչ աստիճանով մենք պետք է միանանք Եվրոպային, ճիշտ այդ չափով էլ պետք է ռուս-թուրքականից դուրս գանք։ Ես ենթադրում եմ, որ այդպիսի բան կարող է լինել։ Ինքս կողմ եմ կտրուկ։ Այ հիմա խոսում եմ, բավական կտրուկ եմ խոսում, չի ասում եմ այո, ոչ։ Ձեր հարցերին ասում եմ այո, ոչ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթին ես ուզում եմ, որ էլի իմ երկրի ղեկավարը հաջողակ լինի, ասում եմ, ըստ երևույթին համաձայնեցնում է եվրոպացիների եւ ինքը ճոճանակը այստեղ է, ինքը մեկ մակոկային են ասում։ Այսինքն դուք վստահության քվե, այսպես գեղեցիկ խոսքեր օգտագործենք, էլի, տալիս եք Փաշինյանին։ Այո, տալիս եմ։ Կան մարդիկ, ովքեր ասում են ստում է Փաշինյանը, խաբում է եւ եվրոպացիներին եւ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը կարևոր դեր կատարում է, բայց մենք պետք է իմանանք, որ այն երկու կողմերը, ռուսական կողմը եւ եվրոպական կողմը նույնպես դեր են կատարում։ Այսինքն մենք այստեղ պետք է եւ նրանց հետ համաձայնություն ստանանք, նրանց համաձայնությունը ստանանք եւ սրանց եվրոպացիները եւ Ռուսաստանի Ֆեդերացիան շուտ խապվող շատ միամիտ կողմեր չեն, այնպես որ Նիկոլ Փաշինյանը եթե խապե բայ է, տվյալ դեպքում այդպես հնչեց հարցը, ուրեմն դրանց խապելը եվրոպացիներին այդ կոլեկտիվին խապելը շատ դժվար գործ է, այդքան միամիտ եվրոպացիներ կան, այդքան միամիտ ռուսներ եւ շատ միամիտ հայ ժողովուրդ, ուրեմն Նիկոլ Փաշինյանը չէ ով էլ ուզենա կխապի։ Ես կարծում եմ, որ ճիշտ չի այդ տերմինը օգտագործելը քաղաքականության մեջ, մանիպուլյացիա կարելի ասել։ Չէ, գեղեցիկ ավելի եկեք ձևակերպում, ճկունություն քաղաք։ Այո, ճկունություն։ Ամեն ինչ էլ կարելի է անունը դնել, կարևորը, գիտեք ինչ ասում է, կարևորը ինչ է ամանում, անունը չի կարևորը, կարևորը այն է, ինչ ենք մենք ունենալու եւ ինչ ունենք առ այսօր։ Լավ, եկեք ինչ ունենք առ այսօրը։ Ինչ ունենք առ այսօր։ Այսօր մենք ունենք շատ լուրջ առաջընթաց եվրոպական ծրագրերում, քանի որ կան բավական լուրջ խնդիրներ այդ 30, 40, 50 պետությունների հետ մեր հարաբերությունները, մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել, ես արդեն ուզում եմ ուղղակի հավանություն տալ արտաքին գործերի նախարարության գործունեության, որ առանձին Եվրոպայում ազդեցիկ պետությունների հետ մենք կնքում ենք հատուկ պայմանագրեր ռազմավարական տերմինը կապցնելով, որ եթե նույնիսկ ինչ որ պատճառով չստացվի այդ Եվրոմիության հետ ինտեգրման գործը, ուրեմն գոնե առանձին մի քանի օրինակ Բրիտանիայի հետ, Ֆրանսիայի հետ, Բրիտանիան առանձին, Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, առաջիկայում հնարավոր է որ Իտալիայի հետ կնքվեն հատուկ պայմանագրեր, դաշնակցային պայմանագրեր դրանց հետ, որպեսզի ապահովենք մեր երկրի եւ անվտանգությունը, ֆիզիկական անվտանգությունը եւ տնտեսական զարգացումը։ Ուրեմն կարծում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ես համարում եմ դա հաջողություն, ստացված բան է դա։ Այն բոլոր մտահաղությունները, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է նախընտրական շրջանում տղաբերել մեզ վրա, շահարկել այդ անվտանգության թեման, որպեսզի վերարտադրվի, ճնշումներ գործադրի քաղաքական ընդդիմության վրա, որպեսզի էլի վերարտադրվի, դուք համարում եք, որ համաձայն չեք, որ այդպես է։ Չէ, ես համաձայն եմ, որ ճիշտ է անում, պետք է տղաբերի տղայի դեմ, այն բարբարոսի դեմ պետք է մենք հրավիրենք մեզ պաշտպանող։ Բարբարոսը ռուս-թուրք։ Այո, ռուս-թուրքականի դեմ։ Եթե ռուս-թուրքականը ներկա է ակտիվորեն, դուրս է գալիս փողոցներ, բանտերը լցված են իր ագենտներով, շահերի ագենտներով։ Բանտերում մենք մի քիչ առաջ ասեցինք, չէ՞ որ բանտերում մենք ունենք նրանց շահերի ներկայացուցիչները։ Բայց մենք խոսեցինք նաև, որ լուստրացիա չարած, չբացահայտած պայմաններում ամեն մեկին կարող են ինքնաբացահայտման գնում են, իրենք հայտարարում են, որ դեմ են ժողովրդավարությանը,
դեմ են ժողովրդի ընտրությանը, բա 60 հոգով եկել են 600,000-ին, ասում են դեմ ենք ձեր ընտրությանը։ Հավաքեք 700,000, ասեք դեմ են, կամ հիմա 6 հոգով ասում են 60,000-ին դեմ ենք։ Դա հենց լյուստրացիա է։ Նրանք ովքեր որ հիմա ասում են դեմ ենք եվրոինտեգրացիային, վերադառնանք ռուս-թուրքական միջավայր։ Դա հենց լյուստրացիա է։ Լյուստրացիա եղած միջավայրի մասին ենք մենք հիմա խոսում։ Ինչ որ բացահայտ չի, մեզ համար հայտնի չի, կասկածելի, մենք նույնիսկ չենք քրվել, ձեր հարցերի մեջ չկան այդպիսի հարց, ու ես էլ չեմ պատասխանում, որովհետև չգիտենք։ Բացահայտված բաների մասին ենք խոսում։ Կան բացահայտված հետադեմներ, այդպես են դրանք, եւ կան առաջադեմներ, նրանց մեջ պայքար է գնում, ներսում, դրսից էլ նրանք ունեն աջակիցներ, բացահայտ աջակիցներ, օրինակ այս Կալասի, Մարիա Կալասի, այո, տիկնոջ հայտարարությունը, բաց հայտարարություն ասեց, որ մենք աջակցելու ենք մերոնց, յուրայիններին աջակցելու ենք, այնտեղից էլ են հայտարարում, Բելորուսից եւ Տաջիկստանից էլ են հայտարարում, Հյուսիսային Կորեայից հայտարարում են, ասում են մենք էլ մերոնց ենք աջակցելու։ Հիմա պայքարը գնում է, մենք էլ մասնակցում ենք այդ պայքարին, բացահայտված է, բացահայտ ուժերը պայքարում են մեր երկրում ու դա շատ տգեղ է, վատ է մեր երկրի համար, որ մեր մոտ այդպիսի բան հնարավոր է։ Պատկերացնում եք կրոնական կազմակերպությունները խաչը հանել են, բրոնեժիլետը հագել, մտել են կռիվ են անում։ Դա շատ վատ է, օրենքը պետք է արգելեր, հասարակական կազմակերպությունը պետք է որոշի կամ հասարակական է, կամ քաղաքական։ Եթե հասարակական է, իր գործով է զբաղվում, եթե քաղաքական է, քաղաքականությունով է զբաղվում։ Ես կարծում եմ, որ այդ իմաստով մենք անելիք շատ ունենք։ Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է շատ կոշտ եւ խիստ լինեն մեր երկրի թշնամիների հետ։